Բաստուր մաչոներ ջան, այսօր պատրաստելու ենք միասին խոզի չալաղաջով բաստուրմա, ոսկորով։ Խոզի չալաղաջ այսպիսի կտորներ սիրուն, բոլորդ հանդիպած կլնեք, խորոված անելիս նույն չալաղաջներն են, տարբերություն չկա։ Այն որ Սևանում գնում չալաղաջով սիրուն խորոված ենք պատրաստում, այդ ժամանակ կարակ շատ սիրուն մի կտոր վերցնեք, ցելոֆանի մեջ դնեք, աղ անեք լավ ու անկյունում սենց պահեք ու հետներդ բերեք տուն։ Տուն որ բերեք այդ մի կտորը ոսկորով, այդ ժամանակ իրար հետ կպատրաստենք, կհասկանաք ոնց ենք պատրաստում։ Պատկերացրիք ընկերներ ջան։ Հիմա վերցնում ենք այդ կտորը, որը որ բերել եք ձեր հետ, սիրուն դնում եք, այսենց սիրուն։ Կողքից մաքրում ենք այս մի քիչ յուղերը, շատ բան չենք հանելու։ Այս սալոտ յուղոտ մասերն ենք հանելու իրար հետ։ Ոսկորին ընդհանրապես չենք կպնում։ Հիմա կկատարենք աղադրումը, լցնում ենք աղը, ընկերներ ջան, ոնց որ միշտ տակը, վերցրեցինք առաջի կտորը, էլի լցնում ենք աղը, այսինքն ունենք երկրորդը, երրորդը լցնում։ Մենք գործ ունենք ոսկորի հետ, դրա համար ընկերներ ջան ոսկորի հատվածը լավ աղ ենք անում։ Աղի մեջ կպահենք 10 օր։ Աղից հանում ենք խոզի չալաղաջները, հիմա մի հատ նայենք ոնց է աղի մեջ հասունացել, շատ լավն է։ Երեքն էին, 3 կտորեր ընկերներ ջան։ Առաջի կտորը։ Երկրորդը, հələ միսը ոնց է ձգվել, ոսկորը հավասար, սես լավ ձգվել է։ Եվ երրորդը։ Մեկ օր կթողենք հոսող ջրի տակ, հետո միասին կդնենք պրես։ Մեկ օր խոզի չալաղաջը լվացինք, հիմա փաթաթում ենք պրես դնենք միասին։ Ամուր փաթաթում ենք անկյուններից։ Ոնց որ ասել եմ, անկյուններից էլի ձգում ենք։ Այսինքն միսը արդեն նայեք, մենք զգում ենք ինքը ոնց է ձգվելու։ Հիմա դնում ենք պրես։ Քսանչորս ժամ կպահենք պրեսի տակ, հետո կհանենք։ Պրեսից հանում ենք խոզի չալաղաջները։ Ահա, չալաղաջները, երեքն էին։ Լավ ձգել ենք, առաջինը, երկրորդը, երրորդը, ամբողջական այսենց հավաքել է ինքը,
Այ ոսկորի մասը այսքանն է։ Սենց ոսկորն է, ամբողջական կտոր ենք դարձել սիրուն։ Հիմա թելում ենք չալաղաժները։ Այս լեն մասից ոնց սովորացրել եմ։ Թողենք 10 օր կչորանա, հետո չաման կբռնենք միասին։ Խոզի չալաղաժները պատրաստ են արդեն, չորացել են շատ լավ, ահա, այսպիսի տեսք են ընդունել, 3-ն էին։ Հիմա մենք բռնում ենք չամանը չալաղաժների համար։ Ունենք այստեղ 100 գրամ սխտոր, 5 գրամ կծու բիբար, 5 գրամ շաքարավազ, 50 գրամ քաղցր բիբար, 100 գրամ չաման և 1 լիտր ջուր։ Հիմա համեմունքները լցնում ենք ամանի մեջ։ Հիմա խառնում ենք համեմունքները, ընկերներ ջան։ Իրար հետ բոլորը լավ խառնում ենք։ Մենք այստեղ ունենք 1 լիտր ջուր։ Հիմա լցնում ենք ընդամենը 1 լիտր ջուր։ Լցնում ենք սխտորը։ Չամանը լցնում ենք, ընկերներ ջան, ջրի մեջ, որ բացվի։ Ահա, ոնց որ միշտ լցրել ենք։ Սխտորից չենք վախենում, վերջում մենք խառնենք սխտորը պարտադիր։ Շատ լավ է։ Մենք թողենք կես ժամ կլուծվի ջրի հետ, հետո կխառնենք միասին։ Կես ժամը լրացավ, ընկերներ ջան, հիմա խառնում ենք արդեն։ Ահա, բացվել է շատ լավ չամանը, ջրի հետ շատ լավ լուծվել է։ Շատ լավ է։ Հիմա չալաղաժները կտեղափոխենք չամանի մեջ։ Առաջինը, երկրորդը և երրորդը։ Շատ լավ է։ Մենք թողենք սառնանում կմնա 5 օր, 5 օրից կհանենք կթաթախենք 3 անգամ։ Չամանից հանում ենք խոզի չալաղաջները, 5 օր մնաց չամանի մեջ, հիմա մի հատ տեսնենք ոնց է փափկել։ Ահա, չալաղաջները 3-ն էին, շատ լավ փափկել են։ Հիմա կկախենք կչորանան։ Ահա, 3-ն են։ 3 անգամ կթաթախենք չամանով, հետո միասին կկտրենք։ Խոզի չալաղաժները արդեն թաթախել ենք, պատրաստ են, չորացել են, 3-ն էին։ Հիմա այս մեկը կկտրենք արդեն։ Ահա, ինքը շատ հետաքրքիր տեսք է ընդունել, էլի ոնց որ միշտ կտրել ենք, յուղային մասը կա, մսային մասը կա, հատվածները տարբեր են, ովքեր յուղոտ կտոր սիրում են, հաստատ իրենց դուր կգա։ Նույնն էլ այս երկուսն էլ, որը որ արել ենք, բարակությունը շատ լավ է, ամուր ձգել ենք պրեսով, չամանը շատ լավ վերցրել է իրա վրա, չամանի բարակությունը էլի, միսը շերտերով միս, յուղ, ամբողջական կտորը շատ սիրուն ստացել ենք։ Դուք էլ կարող եք պատրաստել այս եղանակով։